Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր սեպտեմբերի 24-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Իհարկե առավոտ լուր տարածվեց, որ լրագրողների հետ զրույցում ներքին գործերի նախարարության խոսնակը ասել է, որ նշել է, որ սեպտեմբերի 23-ին ժամը 23:50-ի սահմաններում է եղել ոստիկանությունը մահացան, որ կրակոցներ են հնչել Մերձավան համայնքի Երևանյան խճուղում, պարզվել է, որ մահացել է երկու անձ, Փարաքյար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը, մեր գործընկեր Արարատ մարզի քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը, դե իր գործընկեր, նախնական տեղեկություններով մեկ անձ դիմակավորված ձեռնոցներով մոտեցել է այստեղ կանգնած 3 անձանց կրակահերթ է արձակել, որի հետևանքով երկուսը զոհվել են, մեկը վիրավորվել է։ Իհարկե սրա հնչեղությունը շատ ավելի մեծ է, կարող է ասեն դեսպանություններ միշտ էլ լինում է, կամ այսինքն դա ինչն է դրա այդքան արտառոց։ Արտառոցը հասարակության մեջ ընկալումն է, որ որևէ համայնքապետ, եթե իշխանության ներկայացուցիչ չի, կամ կալանավորվում է, կամ նրա ընտանիքի անդամներն են կալանավորվում, կամ հալածանքների են ենթարկվում, քրեական գործեր են հարուցում, կամ նաև սպանվում է։ Մեր մոտ այնպիսի ատելության մթնոլորտ է երկրում, որ նույնիսկ կենցաղային սպանությունները արդեն քաղաքական հողի վրա են։ Ինչու՞, ու պետք չի, որ իշխանություններն ասում են, մեր մոտ քաղաքական սպանություններ չկան, ճիշտ չեն ասում։ Որովհետև անգամ այդ կենցաղային սպանություններ եթե լինել, սա նկատի չունեմ, առհասարակ եմ ասում, դա էլ արդեն այն կարգավիճակից է մարդկանց գալի, որի հետևանքով նաև լինում են այդ սպանությունները։ Երկրի այս թշնամական մթնոլորտը, այս ահավոր մթնոլորտը, որ կա, մեկը մեկի հանդեպ, սովորական շփում չկա, անգամ հարազատներն են իրար նկատմամբ թշնամացել, մեկը այն բանակից է, մեկը այն բանակից է։ Այսպիսի անհանդուրժողական մթնոլորտ դիմացինի նկատմամբ, հարազատը հարազատի նկատմամբ, էլ չեմ խոսում մրցակիցների մյուսի մեջ, այսպիսի ատելություն, որը գեներացվում է թե իշխանության կողմից, թե նախկին իշխանության կողմից, սրա արդյունքում հենց այս վիճակն է երկրում պետքա լինի։ Նույնիսկ եթե պարզեն, որ պատճառը քաղաքական չի, հասարակության մոտ այդ մոտեցումը, որ այսօր ընտրությունները դարձել է մահ ու կենաց խնդիր, դա նրանց մտքից հանելու եք։ Ինչի մենք չգիտենք, որ իշխանությունը ոնց է պատրաստվում ընտրությունների, որ գիտի, որ եթե հանկարծ այսպես եղավ, իրանց հետ ինչ կկատարվի, որովհետև իրանք ուրիշների հետ ոնց են վարվել։ Չգիտենք ոնց են իրանք պատրաստվում, բայց այդ մթնոլորտն է երկրում տարածվում։ Չգիտենք ինչ հռետորաբանություն է երկուստեք, չասենք մենակ մեկի կողմից։ Մի կողմը դագաղները շարելով, սքոպսակներ շարելով եկել է իշխանության, այս Փաշինյանական իշխանությունը։ Մի կողմն էլ տենչում է գա իշխանության, որ ոչ թե ձևական դագաղ դնի, այլ իրականը դնի։ Եվ այդ մթնոլորտում ասում են, քանի մենք ենք իշխանություն, տեսեք ինչ կանենք։ Սա է այս երկրի մթնոլորտը։ Եվ ինչքան փորձում է ուղղորդեն, որ մի քաղաքականացրեք, այս մի արեք, այն մի արեք, ես սովորություն չունեմ քրեական գործերի հետ կապված ընդհանրապես միջամտեմ, որովհետև չգիտես թե ինչ կպարզվի, ինչ դուրս կգա։ Ես ուզում եմ տալ այն քաղաքական գնահատականը այն մթնոլորտին, որի արդյունքում մեր երկրում այսպիսի իրավիճակ է լինում եւ հասարակությունը չի հավատում, որ դա կարող է այլ դրդապատճառ ունենա։ Սրա մասին մտածեք։ Սա ինչ վիճակ է։ Եվ պատահական չի, որ առաջիկա ընտրությունների հետ կապված եւ խոսում են այն մարդիկ, ովքեր ինձ անձամբ են ճանաչում, կամ այն մարդիկ, ովքեր ինձ լսում են, հասկանում են, որ ես տենց վախեցողներից չեմ։ Բայց ես ասում եմ, պատրաստ եղեք ընտրությունը, որովհետև այս իշխանությունը մահ ու կենաց կռիվ է տալու աթոռը պահելու համար։ Ուրեմն ցանկացած իրավիճակի պետք է պատրաստ լինես, ցանկացած բան, որ կարող է անեն։ Բա չհասկացանք։ Մարդիկ արդեն ընտրության սովորական ընտրությանը մասնակցող արդեն տնեցիներն ասում են մի մասնակցեք, որովհետև տեսեք այն մեկն էլ 4 երեխա ունի, տեսեք ինչ տեղի ունեցավ։ Էս ի՞նչ է դառը։
Այսինքն մարդը իր համայնքը ընտրվելու հետ կապված արդեն տնեցիները պետք է խորհուրդ տան չմասնակցես, թող այս երեխեքը առանց էր չմեծանան։ Այս ինչ դառավ ժողովուրդ։ Եվ արդյունքում առավոտից իրիկու խոսել, որ գիտեք ինչ, մենք խաղաղության ենք գնում, այդում հետ եք խաղաղության գնում, թուրքի ու ադրբեջանցի ամբողջ օրը երկրի ներսում պատերազմա։ Ամբողջ օրը երկրի ներսում փոխադարձ մեղադրանքներ։ Մեկը ասում է, օր առաջ պետք է Փաշինյանին տուն ուղարկենք, եթե չուղարկեցինք Հայաստանը հանձնելու է։ Այն մյուսն ասում է, իրանք ուզում են գան, որ պատերազմ սկսեն։ Պետք է դեմներն ամեն ձևով առնենք, որովհետև պատրաստ են ամեն ինչի։ Այս մթնոլորտը տարածվում է բոլորի մեջ, հասարակության մեջ։ Դուս եկեք փողոց։ 2018 թվականին, որ եկել է իշխանության, ժողովուրդը բոլորը ժպտում էին ու զարմա առաջի արդյունքը, որ ասում էին, ասում են ժողովուրդը բոլորը ժպտում էին, համաշխարհային տոնախմբություն էր հայերի մոտ։ Ինչի վերածվեց հիմա։ Հիմա էլ են ժպտում։ Բա խաղաղություն եք բերել, դուս եկեք փողոց մի հատ տեսեք ինչ է կատարվում։ Առավոտից իրիկու համոզել տանելով համերգների, որ ասեք ժողովուրդը ցնծում է, դրանով եք հարց լուծում։ Իրական վիճակը չգիտեք։ Եվ իսկ այն ինչ հարցերով, որ պետք է իշխանությունը զբաղվի կոնկրետ, որ հարցը նայեց, որ ոլորտը նայեց, անդերությունը։ Մենակ մի հատ ցույց տան, տեսեք փողոցը ասֆալտեցինք, տեսեք էս սարքեցինք, մինից էլ մուննատ զուննատով ոնց որ իրանց գրպանից են դրել։ Այս ժողովրդի փողը հավաքել ես, դու պետք է լինեիր արդյունավետ արդար կառավարիչ, որ գոնե քեզ չքննադատեին, ոչ թե գովեին։ Քեզ վարձել են, քեզ ձայն են տվել, որ դու այդ փողը կառավարես։ Արդյունավետ եւ արդար, ոչ արդյունավետ ես, ոչ էլ արդար, ինչն է գլուխներդ կովում, որ պետական փողերը ամբողջը չեք կերել, որ պետական պարտքը ավելացրել եք, որ հազարով մի հարցերի մեջ եք գցել, հարկերը բարձրացրել եք, տուրքերը բարձրացրել եք, ամեն ինչ արել եք, արդյունքում դրա դիմաց ուզում եք էլ չանեիք, հա։ Այսինքն ուզում եք լրիվ ուտեիք։ Դպրոց էլ չսարքեիք, փողոց էլ չասֆալտեիք, հա։ Բայց փողոց ասֆալտելուց ու դպրոց սարքելուց էլ եք ուտում, չէ։ Դա էլ է ուտելու ձև։ Որ անդադ ասում եք փնթի են արել, լավ չեն արել, էս չեն արել, փնթի չեն արել, ուղղակի կերել են, ինչ կա չհասկանալու։ Որ Նիկոլ Փաշինյանն ասում է մեր մոտ համակարգային կոռուպցիա չկա, եթե ելներ ես էլ կվերցնեի։ Այո, մեր երկրում համակարգային կոռուպցիա չկա, որովհետև անգամ կոռուպցիան համակարգված պետք է համակարգ լինի։ Այս փնթի կառավարման դեպքում համակարգային կոռուպցիա էլ չի կարող լինի։ Փնթի թալանա։ Ով ոնց հասնի տանումը, բանով ընտրանքային կարգով ում որ ուզում են դատում են։ Եվ դրա համար պատահական չի, որ ես ասում որ կաշառքներն էլ ավելացել է։ Որտեղ մարդիկ ասում են, որ բռնվենք, դատվելու ենք։ Այս գործի համար պետք է $1000 տակ, պետք է բազմապատկեք Նիկոլի գործակցով։ Պետք է 10,000 տակ, բա որ բռնվեմ դատվելու է, փաստաբանին փող տանք, սրան տանք, նրան տանք։ Մանավանդ տեսել են, չէ, ոնց է գործերը ձգում։ Պետքա որակյալ փաստաբան ունենաս։ Ձգես, մինչև վաղեմության ժամկետն անցնի, բայց այդ ամբողջը հիմա Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս, չէ, ոնց անել։ Դրա համար մարդիկ պետք է շատ վերցնեն կաշառքը, բա ինչ անեն։ Այո, փնթի կաշառքը հեչ պարտադիր չի ինքը վերցնի վերևին տա։ Ով որտեղ նստած է, որտեղ փողը տենում է, տանում է իրանց տուն։ Համակարգված չի, որտեղ համակարգված լինելու համար գոնե համակարգված մտածելակերպ պետք է ունենաս։ Էդ էլ չունեք։ Հիմա նայեմ ես, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան։ Քաղաքական խնդիր չկա, ենթադրում եմ սպայկան Ռուսաստանում հարկային որոշակի հարցեր ունի, ավելի մանրամասը չեմ տիրապետում։ Հարց է ծագում, երբ որ մի հատ ավտո դուրս է գալի Հայաստանից, ամեն օր էկոնոմիկայի նախարարը զեկուցում է, հպարտությամբ ասում է, ասում եք, այսքան ավտո դուրս եկավ, այսքան ավտո, ինչ է քո արածը, կայլակարտը դու տեղ ինչ ես արել, ավտոն գնացել է բարձել է, դուրս է եկել գնացել է տարել է, քեզ էլ մի հատ թիվ են ասել, դու էլ ամեն օր հնչեցնում ես, տես ինչ արեցինք, բայց երբ որ եկել է, որ ավտոները կալանել են Ռուսաստանում, խոսում են 150 մեքենա, թե քանի օր է, Նիկոլ Փաշինյանին հարց են տալի, ասում են ինչ որ խնդիրներ կա, էկոնոմիկայի նախարարն ասում է, որ հարկային որոշակի հարցեր ունի, ավելի մանրամասը չեմ տիրապետում, բան չի չես տիրապետում։ Բա մարդիկ ասում են միլիոնների ապրանք ենք թափում, գյուղմթերքը չեն կարողանում մթերեն, պայեսներում տեղ չկա, կամ որ մթերեն չգիտեն կարող են տանել թե չէ, գոնե պատճառն իմացեք, որ իմանաք դա ոնց կառավարեք։
Գոնե պատճառն իմացեք, որ իմանաք այդ մնացած մթերքով ոնց զբաղվեք։ Իրանք մթերել են թանկ որակով ապրանք, որովհետև գնորդը դա է եղել Ռուսաստանում։ Հիմա այդ ապրանքը մարդը չի կարող հայկական շուկա մտցնի այդ գնով։ Եթե նույնիսկ մտցնի տեղական շուկան, այտենց անսահման չի։ Ինչ որ մեկի ապրանքը փչանալու է, եթե այդ ապրանքը դուրս չի գալի։ Բա պետություն եք ինչ ա ձեր արածը։ Դուք միջի մեզ քանորովա մեջ նույնիսկ չեք բարձե պատճառը, որ իմանաք, եթե պատճառը ինչ որ խնդիրներ կա հարկային, ասեք, ինչով են քեզ օգնում, որ գնաս այդ փողերդ փագես, կամ եթե քո նկատմամբ ինչ որ խնդիր է, ասեք քաղաքական չի, զանգեք ասեք, էս ինչ եք անում, ժողովուրդ ջան, օգնեք այդ մարդուն, այդ ապրանքը մնացել է, թափում են, մեր գյուղմթերքն է, դա բան են, միլիոնավոր դոլարների անուն են տալիս, որ մեր քաղաքացիների փողը միլիոնավոր դոլարներով կորում է, բա ինչ ա ձեր արածը, ինչն եք դուք ճշտել, որ հասկացել եք։ Բայց ձեր արած աշխատանքը ի՞նչն է։ Բեկից վերցարած թիվը հնչեցնել է։ Եթե ավտոն ինքը գնում է ձեր արածը ի՞նչ է։ Ձեր արածը հիմի պետք է երևար։ Որպես պետություն, որ միջամտեիք ասեիք, եթե խնդիր կա, ոնց ենք լուծում։ Եթե խնդիր կա, վարկենք ձևակերպում գնա այդ փողը փագի, հետո այդ փողը կտաս։ Եթե խնդիր կա, ուրիշ մեքենաների հետ պայմանավորվենք այդ ապրանքը անեն։ Եթե հասարակությանը բացատրեք մարդը մթերման սեզոնին ապրանքը վրեն է մնացել, հիմի չգիտի, պահի որ թանկ պետք է հանձնի, վաղը կարող է տանի այդ կազմակերպությունը թե չպահի, տա տեղական շուկային թե չտա, ինչ հանի լավ, պայմանագրային պարտավորություն ունի, որ տուգանքների տակ անգնում, որտեղ ապրանքը տանող չկա, պարզել եք, ճշտել եք, արել եք ինչ որ մի քայլ։ Երբ որ տարիներ առաջ ինձ խնդրեցին ասին, ի վերջո կյանքիդ ընթացքում խոշոր առևտրական միավորումներ ես ղեկավարել, տնտեսական ոլորտի հետ կապված մի հատ հեռուստատեսությամբ մի հատ հաղորդաշար նախաձեռնե մի հատ բան արա, ես ասել եմ հոբ, դա քաղաքական ելույթ չի, որ կամ սպիտակ վերնաշապիկով փողկապով նստեմ ու մարդկանց հետ խոսամ, որովհետև նյութը հավաքում ես համակարգչով, հեռախոսով, հեռուստացույցով եւ այլ եւ այլ։ Եթե խոսքը վերաբերում է գյուղատնտեսությանը, մինչև մարդը ինձ չտեսնի, որ ես գնացել եմ, մտել եմ այգի գյուղացու հետ խոսում եմ, նստել եմ մեքենայի կողքը 4 օր գնացել եմ մինչև Պահեստ, ֆուրով, ու այդ ամբողջ ճանապարհը նկարել ենք։ 2 օր Լարսում մնացել ենք, ոնց որ մնացել են մեր վարորդները, որ տեսնենք ինչ է կատարվում։ Ասել եմ մինչև ես այդ ճանապարհը չանցնեմ, այդ գյուղացին չի հասկանա, կասի ինգեր, ես չգիտեմ դու մեր ցավուդարդին տեղյակ ես, թե չէ որ նստել խոսում ես։ Բայց հեռուստացույցով ցույց ես տալիս մի տոկոս այն ինֆորմացիայի, որը հավաքում ես։ Մնացածն ուզում ես օգտակար լինես, որտեղ շատ բան չես կարող ասել, խնդրեմ ստեղծես վարորդների համար։ Բայց այդ մարդիկ խնդիրներ են ունենում Ռուսաստանի տարածքում։ Բա գոնե իշխանավորներին պետք է բացատրես, որ այդ սենց է, բայց նրանց բացարձակ պետք չի։ Իրանք ամեն ինչ գիտեն։ Ու այս է իրանց իմացածը։ Հիմա վերջը ինչ ասեցիք մարդուն։ Մարդը բերքը հավաքելա չգիտի ինչ անելու։ Հիմա դուք ինչ պարզեցիք։ Այսինքն այս քանի օրվա մեջ ասում եմ ենթադրում եմ, որ սենց է։ Իսկ նույն մարդը, հա, շատ լավ տիրապետում է ուրիշ թեմայի։ Այս հենց էկոնոմիկայի նախարարի գործն է։ Ես համաձայն չեմ, որ կրիմինալը աճում է։ Եթե գնանք 20 տարի առաջ, կներեք, օրը մեկ քաղաքական սպանություն է լինում։ Սա էլ խոսում է Փարաքյալի համայնքապետի սպանության հետ կապված։ 20 տարի առաջ որ գնանք, օրը մեկ քաղաքական սպանություններ են, որ նվերը գիտենք, բայց օրը մեկ էր լինում։ Բա պաշտոնյա ես խոսում ես, տենց բանակ, գեղարվեստական խոսում ես։ Բա որ 20 տարի առաջ էլ պետք է լիներ, հիմա էլ, բայց էր գալու իմաստը որն էր։ Խորհրդային միությունից հետո երկիրը ինչ վիճակի էր։ Ամբողջ հետխորհրդային տարածքը անտերություն, որ ներկայացնում են որպես բան։ 90-ական թվականներ, որտեղ պետությունը քանդվել էր, նոր անկախ պետության ինստիտուտներ ստեղծված չէին, իսկի նորմալ օրենսդրություն չունեիր, հին շատ օրենքներ սովետի դեռ գործում էր, որտեղ նորը չկար, չգիտեր ոչ մի ինստիտուցիոնալ հնարավորություն չկա, մարդիկ էլ կան բացարձակ փորձ չունեին պետական կառավարման։ Այդ ձևի է երկիրն եղել, ինչի չգիտենք ոնց է եղել։ Դրանից հետո էլ Ղարաբաղից Լևոն Տեր-Պետրոսյանը գնաց Խոպանչիներին բերեց։
որովհետև չէր կարա չբերեր Մոսկվայից դե նույն գործակալական ցանցներ չէր կարա չբերեր։ Չգիտենք ինչ ա եղել 20 տարի առաջ կամ 30 տարի։ Ինչի ենք մենք անընդհատ հետ նայում, թե նրա համեմատ լավ է, հետո բայց մի բան անում, ասում եք իրական Հայաստանն է, բերեք առաջ գնանք։ Ինչ եք հետ նայում։ Իսկ հենց ձեզ են մեղադրում, ասում եք բա առաջ տեսեք ինչքան վատ էր։ Բա որ առաջ լավը լեր, դուք ոնց պետք է գայիք։ Քուչեքից ով պետք է ձեզ հավաքեր վերեր։ Բայց տոնախմբությունն ինչի համար էր, եթե առաջ լավը լեր։ Որ դուք գայիք ասեիք առաջ վատ էր։ Գիտեինք էլի։ Իսկ հիմա նաև նոր իրավիճակ աշխարհում են պարզ պատճառով, որ Դոնալդ Տրամպը վերաբերմունքը կոշտացնում է Ռուսաստանի հանդեպ ու դրանից մենք պետք է հասկանանք, որ դրանից փոխվելու է աշխարհը, տարածաշրջանը ու նաև մեր երկրի համար փոփոխություններ ելնելու։ Չխաբվենք նրա վրա, որ բոլորը ժպտում են, բարևում են եւ ասում են, ինչ լավ է, որ համագործակցենք։ Այսօր եթե կոշտանում է բոլորի վրա ու շատ դեպքերում ասում են կողմնորոշվեք, որտեղ եք, ում կողմից եք։ Եթե կարողանաս բալանսավորված ակտիվ չեզոքություն պահես, դա շատ լավ է, չխառնվես դրա մեջ, բայց մերոնք մեկին տենում են, քցվում են նրա ոտերը, ոնց կարան չխառնվեն։ Իսկ հետո եթե գա ժամանակը, որ դե որոշում կայացրու, բոլորին նույն խոստումները տվել է, ոնց որոշում կայացնի, որ մեկին խափի անցնի մյուսի կողմը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը հայտարարել է, որ Ուկրաինան կարող է վերադարձնել իր ամբողջ տարածքը։ Ես համոզված եմ, որ Ուկրաինան Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի աջակցությամբ կարող է պայքարել եւ վերականգնել իր ամբողջականությունը։ Զելենսկիի հետ հանդիպումից հետո Տրամպը գրել է. ժամանակի համբերության եւ ֆինանսական աջակցության շնորհիվ մասնավորապես Եվրոպայի եւ ՆԱՏՕ-ի կողմից հնարավոր է վերականգնել այն սահմանները, որտեղից սկսվել է այս պատերազմը, ինչու ոչ։ Սա պատկերացնում եք, չէ՞ որ նորություն է։ Ինֆակտ ստացանք, մինչև ամեն օր ասում ենք, ընկեր, ես ինչ ես անում։ Ոնց թե այս տարածքը հանձնի, բա պետք է հանձնես, բա Ռուսաստանը քեզանից ուժեղ է։ Ինչա բոնուս ենք տալիս ագրեսորին։ Բա ագրեսորին, որ բոնուս տվեցիր, ամբողջ աշխարհը ագրեսիան պատելու է։ Ով ինչ վերցրեց Իրանն է, բանակցելու է այդ դիրքերից։ Ասի ինչ որ վերցրել եմ, տվեք ինձ։ Պատկերացնում եք, մեկին դատում են, ասում է, այս մեկի մեքենան գողացել, ասում է, լավ եմ արել, որպես այն մյուս սառնարանն էլ չգողանամ, այս մեքենան թողեք ինձ։ Լավ մի բան էլ մուննա թա գալիս, ասում է, դե լավ գոնե լվացքի մեքենան տվեք, որ համաձայնում եմ սառնարանը չգողանամ։ Էս է արտաքին քաղաքականությունը։ Ուժերին խրախուսել, ագրեսորին խրախուսել։ Բարեբախտաբար գոնե փորձում է վերանայել այդ ամեն ինչը եւ նաեւ երբ որ ասպեր անպայման դիզիջումների գնա Ուկրաինան հիմա արդեն խոսում է կարող է վերականգնել ամբողջ տարածքները որտեղ միշտ խոսել ենք որ այս կարգի պատերազմները չի դադարում որ մեկը իր տարածքը ամբողջությամբ ազատ ագրի քաղաքական որոշում է կայացվում սկսել պատերազմ քաղաքական որոշում է կայացվում դադարեցնել պատերազմը, որտեղ անիմաստ է դա շարունակել։ Քանի անգամ ենք ասել, ինչը 1955 թվականից մինչև 75 թվականը, որ Վիետնամում Ամերիկան կռվում էր, պատերազմը, որ դադարեց ու Վիետնամից դուրս եկավ, ինչա վիետնամցիներն եկան Ամերիկան գրավեցին, որ պատերազմը դադարեց։ Քաղաքական որոշում կայացվեց պատերազմը դադարեցնել։ 1979 թվականից մինչև 89 թվական, որ Խորհրդային Միությունը Աղվանստանում կռվում էր։ Ինչ քաղաքական որոշում կայացեց դուրս եկավ կարող է Աղվանստանից եկան գրավեցին Մոսկվան 2001 թվականից 2021 թվական Ամերիկան էր պատերազմ Աղվանստանում ոնց դադարեց պատերազմը քաղաքական որոշում կայացեց դուրս եկան լա ինքնաթիռից շասիից կախված sense որ դուրս գային որովհետև բավոր ամերիկացիները գնան իրանց վիճակը ինչեր լինելու 20 տարվա պատերազմից հետո Պատերազմը դադարեցվեց քաղաքական որոշմամբ։ Ու դրա համար, եթե քաղաքական որոշում կայացվի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները վճռականորեն Ռուսաստանին ասի վերջ, այս պատերազմը արդյունքը սա է ալնելու, այդ դեպքում բա ինչի՞ պետք է նրանք հետ չքաշվեն, որ։ Հասել էին Կիևի մատույցներ, բա ոնց հետ քաշվեցին։ Բա Պուտինն ասում էր, որտեղ իմ զինվորն է, այդտեղ իմ տարածքն է։ Բա զինվորը Կիև էր մտել, հետո բա ինչի՞ չկարողացար պահես։ Մեծ խոսում էի 3 օրում, բայց հիմա նոր Տրամպը գլխի ընկավ, որ այն պետությունը, եթե գերտերություն ա ու շատ հզոր, որ 3 օրում կարար Ուկրաինա գրաver 4-րդ տարին ա կռվում, այս ում տեղն ենք մենք իրան դրել։
Մի հատ էլ վախենում ենք իրանից։ Մինչև մի քանի օր առաջ արդեն սարսափած ասում են մամիջուկային գերտերությունը, դու գիտեք ինչ պետք է անենք Ռուսաստանի հետ։ Քանի օր տևեց, որ այս իրավիճակը փոխվեց։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը Նյու Յորքում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է խոցեն ռուսական ինքնաթիռները, եթե դրանք խախտեն իրենց օդային տարածքը։ Սա աննախադեպ բան է, ժողովուրդ ջան։ Միշտ ասել են օդում խոցելը դա երրորդ համաշխարհային պատերազմի կհանգեցնի։ Բա ոնց է որ հիմա չի վախենում Դոնալդ Տրամպը երրորդ համաշխարհային պատերազմից, որտեղ գիտեն, որ Պուտինը երրորդ համաշխարհային պատերազմ սկսելու ոչ ցանկություն ունի, ոչ էլ հնարավորություն։ Ինչքան ժամանակ էր պետք այդքանը հասկանալու համար։ Անդրադառնալով հարցին, որ Հունգարիան ռուսական նավթ է գնում, Տրամպը նշել է, որ վարչապետ Օրբանը կդադարի ռուսական նավթ գնել, եթե ինքը խոսի նրա հետ։ Ես անպայման կխոսեմ նրա հետ, հայտարարել է Տրամպը։ Հավասարային Վիկտոր Օրբանն էր, որը մեկուսացրել էր Եվրոպայից, բոլոր եվրոպական ծրագրերին դեմ էր գնում, Ռուսաստանի հետ էր հարաբերությունները կառուցում, թուրքալեզու պետությունների հետ էր հավաքներին էր գնում մասնակցում, գնում էր Տրամպին նախընտրական շրջանում հանդիպում, ասում էր դու ընտրվի, որ ինձ փրկես, որտեղ մենակ եմ մնացել, ողջունում էր Տրամպի ընտրվելը, հենց գիտեր, որ Տրամպը ընտրվի իր համար ինչ են անելու, դու էլի մնալու ես մեկուսացած, որպես համաեվրոպական ծրագրին դեմ գնացող։ Հիմա նույն Տրամպը քեզ է ասում, պետք է դադարեցնես նավթ ստանաս քո բարեկամ Ռուսաստանից։ Բա ոգևորվել էիք։ Դեմ էիք գնում համաեվրոպական քաղաքականությանը։ Լրագրողի հարցին, թե վստահում է Պուտինին, Տրամպը պատասխանել է. ես ձեզ կտեղեկացնեմ մոտ 1 ամսից։ Այդ 1 ամիսն էլ ասում մի քիչ շատ է ասում, որ այդ սպասում է տենա հոկտեմբերի 6-ից 13-ը ի վերջո այդ խաղաղության Նոբելյան մրցանակը տալիս են, թե չէ, որ նոր իմանա ինքը ոնց իր վերաբերմունքը արտահայտել Ռուսաստանի նկատմամբ։ ԱՄՆ նախագահը նշել է, որ Ռուսաստանը ռազմական գերտերություն է, սակայն Ռուսաստանի տնտեսությունն այժմ սարսափելի վիճակում է, այն փլուզվում է։ Բայց որտեղից իմացար։ Ֆանտաստիկ փողեր եք տալի ձեր հատուկ ծառայություններին, մեռանք ասելով, պետք չի այդ անիմաստ ծախսերը, ժողովուրդ ջան։ Մենք այդ ռուսական ազդեցության համակարգում ապրող մարդիկ ենք։ Մենք մեր վրա ենք զգում նրա հնարավորությունները, նրա քաշն ու կարողությունը։ Ու ձրի ձեզ ասում ենք ինչ արեք։ Միլիարդներ եք ծախսում, որ սխալ ինֆորմացիա ստանաք Ռուսաստանից։ Բայց ձրի ասում ենք, ձեր քաղաքացիները, որոնք անվճար լսում են այս ամեն ինչը, ավելի ինֆորմացված են, քան ձեր հատուկ ծառայությունները։ Բայց դեպքում ո՞նց կբացատրեք մի քանի օր առաջ Ռուսաստանը աուսարսափ ու գելու գազաներ, մի քանի օր հետո փլուզվող տնտեսությունը։ Եվ հնարավոր է այդ տարածքները վերադառնալ։ Բայց նույն մարդիկ ձեզ էլ են լսել, ինձ էլ են լսել, չէ՞։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպի Ռուսաստանի նկատմամբ հռետորաբանության փոփոխությունը։ Բա ես ոնց եմ ողջունում, ժողովուրդ ջան։ Մեկ էլ Մակրոնի պես ենք ողջունում։ Ես ուրախ եմ, որ ԱՄՆ նախագահը հավատարիմ է Ուկրաինայի ոչ միայն դիմանալու, այլև մեզ հետ միասին իրավունքները պաշտպանելու ունակությանը, ասել է Ֆրանսիայի նախագահը։ Նա ողջունել է ԱՄՆ նախագահի հայտարարությունները, որտեղ նա մատնանշել է Ռուսաստանի անհաջողություններ և երկրի տնտեսության թուլացումը։ Ֆրանսիան մեծ բարեկամ պետություն է, և մենք շատ մեծ դերակատարություն ենք պատկերացնում Ֆրանսիայի համար աշխարհաքաղաքական իմաստով զուտ ոչ թե մենակ Եվրոպայի, որովհետև ամենաակտիվ եռյակը եվրոպական, ոչ միայն Եվրամիության, որովհետև Մեծ Բրիտանիան Եվրամիության անդամ չի, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, նրա դերակատարությունը գիտենք, Մակրոնի նախաձեռնողականությունը գիտենք շատ հարցերում։ Ու շատ կարևոր է, որ այդ հարցում նաև ինչքան համառություն հանդես բերեց Եվրոպան, մինչև հասավ նրան, որ Մակրոնը Տրամպը փոխի իր կարծիքը։ Ինչ համառություն հանդես բերեց Զելենսկին, որ մինչև հասավ այսօրվան։ Այս է նույն Զելենսկին է, որ հարձակվել էին վրան, ասում են պետք է զիջես։ Դու ոչ մի հաղթատուղ չունես։ Բա մարդիկ էտել են չեն նայել։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է. «Ես շատ շնորհակալ եմ Թրամփին, ԱՄՆ նախագահը շատ կարևոր տեղեկություններ ունի ռազմաճակատում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Թրամփը հասկացել է, որ Պուտինը տեղեկություններ է տրամադրում, որոնք հեռու են իրականությունից։ Նա հիմա ավելի շատ է վստահում ինձ։ Պատերազմի ավարտից հետո Թրամփը Ուկրաինային անվտանգության երաշխիքներ կտրամադրի։ Թրամփի հետ քննարկել ենք խաղաղության մերձեցման մի քանի խոստումնալից գաղափարներ, եւ ես հույս ունեմ, որ դրանք արագ արդյունքներ կբերեն», ընդգծել է Զելենսկին։ Հիշում եք, թե ինչ երջանկացած էին Ռուսաստանից, որ մտածում էին, որ Թրամփը կարող է հաղթի, հիշում եք ինչ երջանկացած են, որ ականջին կրակել էին, մի ցնծության մեջ էին մանավանդ Դմիտրի Մեդվեդևը, վերջ, Թրամփը հաղթեց ու իրանք արդեն տոնում էին այդ հաղթանակը։ Բայց հիմա ինչ կատարվեց, որ սենց ձեր լավատեսության հետ ինչ կատարվեց, ժողովուրդ ջան։ Իսկ հիմա արդեն նեղված խոսում են Ռուսաստանից։ Իսկ դա նշանակում է, որ իրանց այն հույսերը չարտարացավ, որ մինչև այս Թրամփը իրանց թիկունքին կկանգնի ընդդեմ Ուկրաինայի ու ընդդեմ հավաքական Եվրոպայի։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է. «Հիմա պատերազմի ամենասուր փուլն է եւ այն բավականին ճակատագրական է։ Մենք պետք է հաղթենք այն մեր երեխաների, մեր թոռների, նրանց ապագայի համար»։ Այսինքն մտել ես ուրիշի տարածքի է դա քո երեխաների ու թոռների։ Այդ երեխաներին ու թոռներին անտեր եք թողում մարդկանց իրանց ծնողներին տանում եք գնդակահարել եք տալիս Ուկրաինայում։ Այդ երեխաների մասին եք մտածում։ Հողերը տալիս եք Չինաստանին, որ գնաք Ուկրաինայից հող վերցնեք։ Իսկ Ուկրաինայից վերցրած հողը տեսել եք ինչ վիճակի է։ Դուք այն որտեղ որ ռուսի ոտը մտել է, այդ հողը տեսել եք։ Այդ հողում ինչ կաճի։ Ինչն եք վերցնում այդ հողի, որ ինչ անեք։ Դա իրանց երեխաների համար է։ Չէ, պարզապես դուք գիտեք, որ ժողովրդին ասել եք, որ մենք գնում ենք հաղթելու, որ վատ եք ապրում, պատճառը դա է։ Բա հիմա հանկարծ ինչ անեք։ Բանեք, երկիրը դել եք ռազմական ռելսերի վրա, բայց չի դիմանում։ Տնտեսության իրական հատվածը չեք կարողանում հետազուգահեռ զարգացնել, որտեղ հյուծում եք պետությունը, դա չի օգնում անգամ։ Եթե Եվրոպան փող է դնում ռազմական ծախսերի վրա, նրանից իր տնտեսությունը շնչում է, այն հարակից ճյուղերը զարգանում են։ Գնողունակ պահանջար կա առաջանում, դրանով գնում են ապրանք են առնում, լայն սպառման ապրանքներն էլ են ծախում, համախառն ներքին արդյունքն են ավելացնում։ Դա ակնհայտ է, որ ռազմական ծախսերը երկրի վիճակը լավացնում է։ Բայց Ռուսաստանի պարագայում հակառակն է, որովհետև այն վերջի ռեսուրսն ես դնում, իսկ այդ ռեսուրսը դնելու համար որոշակի նորմատիվներ ես վերանայում, որը պրոբլեմ է ստեղծում ժողովրդի վրա։ Ապրանքներ է պակասում, գնաճ է լինում, դեմը չես կարողանում առնես։ Չես կարողանում ինդեքսավորես աշխատավարձ, չես կարողանում ինդեքսավորես թոշակ, ոնց ես դեմը առնելու։ Պեսկովը ինչ է ասել։ Ինչքան մենք հասկանում ենք նախագահ Տրամփի հայտարարությունները, երբ Ռուսաստանը համեմատել է թղթե վագրի հետ Տրամփը արվել է Զելենսկու հետ զրույցից հետո եւ ակնհայտորեն Զելենսկու ներկայացած տեսլականի ազդեցության տակ։ Այս տեսլականը կտրուկ հակասում է մեր պատկերացումներին ներկա իրավիճակի վերաբերյալ։ Ռուսաստանը թղթե վագր չէ, այն ավելի շատ ասոցացվում է արջի հետ, իսկ թղթե արջեր չեն լինում։ Ռուսաստանն իրասկական արջ է։ Ռուսաստանը սխալ է համարում այն թեզը, որ Ուկրաինան կարող է հետ վերցնել ինչ-որ բան, հայտարարել է Պեսկովը։ Ուկրաինական իշխանությունները հավանաբար ցանկանում են գործընկերներին ցույց տալ, որ իրենք կարող են կռվել։ Այսինքն չեն կարող կռվել։ Բայց ում դեմ եք կռվում։ Էլ աշխարհը պետություն չմնաց, որի քաղաքացուն խաբեք, փողերը տակ գնա կռվի։ Ձեր քաղաքացուն էլ փողերը տակ գնան կռվեն։ Ասում են ժողովուրդը պաշտպանում է Պուտինի պատերազմի քաղաքականությունը, լուրջ, ոնց է պաշտպանում։ Որ օրենք ընդունեք, ասեք ով պատերազմի մասին խոսա դատում եք։ Բազա թողեք թող պաշտպանեն։ Ով որ կանգնում է ասում պատերազմը սխալ է, կալանավորում եք։ Կալանավորում եք, հետո էլ ուղարկում եք Ուկրաինա կռվելու, պատերազմը սխալ է, դե գնա կռվի։ Բայց թողեք մի հատ հասարակական կարծիքն իմանանք։ Դենանք ժողովուրդը կողմ է պատերազմին, թե չէ։ Օրենք ընդունում ես արգելում ես այդ մասին խոսալ ու ասում ես բոլորը կողմ են։
Այն փաստը, որ նրանք ամեն կերպ փորձում են խրախուսել Ուկրաինային շարունակել ռազմական գործողությունները եւ այն միտքը, որ Ուկրաինան կարող է ամեն ինչ վերադարձնել, սխալ է։ Կրկնում եմ, առաջնագծում դինամիկան դրա ավելի քան պերճախոս ապացույցն է, լրագրողներին ասել է Պեսկովը։ Հաշվի չառնելով այն հանգամանքը, որ այդ առաջնագծում ուղղակի մարդկանց լցնելով առաջ եք տանում։ Ինչքան ուզում ես զոհ տակ առաջ եք տանում։ Ինչ խնդիր եք լուծում։ Տեխնիկայի պատերազմ դուք այդքան զոհ չպետք է տայիք։ Ձեր առաջ խաղացումը դուք տեսել եք, քանի մետր անգամ, քանի կիլոմետր եւ ինչքան զոհերի գնով։ Այն դեպքում, երբ որ մարդիկ տեսել են, որ Կիևից ոնց եք փախել հետ քաշվե, այսինքն մետր առաջ եք գնում, տասնյակ կիլոմետրերով վազում հետ, դրա համար սկի նույնիսկ ձեր առաջ եկածը ոչ մի արդյունք չի։ Հաջողվեց ձեզ առաջնագիծը փլուզել, 4-րդ տարին ակռվում եք։ Ամեն անգամ ասել եք պրծավ Ուկրաինայի զինվորը, վերջ, էլ Ուկրաինայում զինվոր չկա, բա ում հետ եք կռվում։ Չեղած զինվորի հետ եք կռվում։ Ավելի չեք խայտարականում ձեր բանակը։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխքարտուղար Դմիտրի Մեդվեդևն էլ արդեն հեգնում է Տրամփին։ Դե մի Տրամփը պետք է բռնի սրական ջպոկի, որ իմանան ինչ են չոցա։ Մի անգամ զգուշացրել էր, որ չափերիդ մեջ մնա, բայց լավ են անում։ Եթե դուք քաշը կշիռը չիմանաս, տենց պետք է վարվեն։ Ինչ է ասում Մեդվեդևը։ Տրամփը հայտնվել է այլ իրականությունում, ներկայացնելով պատկերավոր նկար, այն մասին, թե ինչպես է Ռուսաստանը թուլացել, իսկ Ուկրաինան հասել հաղթանակի։ Տրամփը կրկին հայտնվել է այլընտրանքային իրականության մեջ եւ խոսում է, թե ինչքան թույլ է Ռուսաստանը։ Ես կասկած չունեմ, որ նա կվերադառնա։ Նա միշտ վերադառնում է, հավանաբար մի քանի օրից Մասկի հետ կթռչի Մարս, որին նա ներել է։ Բայց նա Մասկին ներել է, բայց քեզ չի ներելու։ Այս կարգի խոսակցությունը չի ներելու։ Կամ կանի ինչ-որ այլ շատ կարևոր բան, որը թույլ կտա նրան հավակնել Նոբելյան մրցանակի, գրել է Մեդվեդևը։ Այս է վիճակը։ Դե հիմա Տրամփը թող մտածի, թե այս իր լավ ընկերները իր մասին ինչ կարծիքի են։ Ու այս առիթով, երբ որ Տրամփը կոշտացնում է իր դիրքը Ռուսաստանի հանդեպ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 25-ին կմասնակցի Մոսկվայում կայանալի գլոբալ ատոմային ֆորումին։ Ռուսաստանի միջուկային արդյունաբերության 80-ամյակին նվիրված գլոբալ ատոմային ֆորումում Պուտինի ելույթը նախատեսված է սեպտեմբերի 25-ին, այսինքն վաղը։ Այսինքն գնալու է մի հատ էլ հիշում եք ասեց, որ Պուտինի հետ հանդիպելու է, շատ կարևոր է, մի հատ էլ հանդիպի, այս Պուտինից ենք, որ ինչքան գիտեմ ոնց որ մերոնք ծռեին քաշո։ Ճիշտ եմ լսել։ Հիմա էսա, բա որ եթե բանը մենք այնքան ակտիվ ենք Ռուսաստանի հետ, որ եթե Ռուսաստանը խնդիր ունենա Ամերիկայի հետ, Հայաստանը խնդիր է ունենալու, բայց այդքան ասում են մի կծվեք Պուտինի ոտերը։ Կամ մի ինչ էլ նշում են ժողովուրդ։ Ինչ է ատոմային բան, ուրեմն ինչին նվիրված 80-ամյակին, միջուկային արդյունաբերության 80-ամյակին նվիրված Ռուսաստանի Միջուկային արդյունաբերության հետ կապված ով էր ձեր գիտնականը, կարող է ասեք։ NKVD-ի ղեկավար Լավրենտի Բելյա, թե հետախուզության ղեկավար Պավել Սուդապլատովը։ Մոռացել եք, որ ցրել եք Ամերիկայից տեխնոլոգիաները։ Այն նեմեցն էլ որ գնացել էր Ամերիկա, Կլաուս Ֆուքսը, որ բռնվեց, դատեցին, պատմեց, ամեն ինչ արեցին։ Հետո ներում շնորհեցին գնաց Գերմանիայում էլ ապրում էր։ Այսա պատմել են։ Դուք միջուկային արդյունաբերություն եք ստեղծել։ 49 թվականի օգոստոսի 29-ին փորձարկել եք առաջի միջուկային ռումբը։ Սեմիպալատինսկում, ներկայիս Ղազախստանի տարածքում։ Միջուկային փորձադաշտում։ Բայց այդ ռումբը 45 թվին արդեն Ամերիկան փորձարկել էր, բայց տեխնոլոգիաներն ավելի շուտ էր։ Բա գոնե մի հատ ծաղիկ ուղարկեք տանեն դնեն այդ մարդկանց գերեզմանին։ Ռոզենբերգ ամուսիններին ձեր պատճառով գյուլեցին։ Մահվան դատապարտեցին 53 թվականին։ Այդ ամեն ինչը բացահայտված է, ժողովուրդ ջան։ Այդ ամեն ինչը պատմել են, գրած է, չէ, մի չէ, միջուկային արդյունաբերություն։ Միջուկային գողություն։
Դրա ինչն եք նշում։ Մի հատ էլ դե Նիկոլ Փաշինյանն էլ բա չգնա մի հատ ելույթ ունենա կարևոր ձևով ներկայացնի թե Ռուսաստանը ինչպիսի հաջողությունների է հասել դրանում։ Ամերիկայի ցրած զենքով Ամերիկային վախացնում են, տես միջուկային զենք կօգտագործեն։ Դոնալդ Տրամպը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ ասել է. «Գազայում պատերազմը պետք է անհապաղ դադարեցվի, իսկ մնացած պատանդները ազատ արձակվեն»։ Այսինքն ինքը շարունակում է պնդել, որ պատանդներին ազատ արձակեք, պատերազմը պետք է դադարեցնել, Համասը կառավարման որևէ լիազորություն պետք է չունենա։ Նոր քննարկում ենք անկախության հարց կամ չենք քննարկում Պաղեստինի, որը հիմա անիմաստ է դա քննարկել։ Իդեպ նույն կարծիքին, ասենք եվրոպական տարբեր երկրներ այլ կարծիք ունեն, բայց նաև Ջորջա Մելոնին Իտալիայի վարչապետն էլ նույն կարծիքին ասման չեք ճնշում Իսրայելին, ճնշեք Համասին, թող հրաժարվի։ Հենց Համասը հրաժարվեց, մեղադրենք Իսրայելին, ճանաչենք Պաղեստին պետությունը, ճանաչենք այն ժամանակ, երբ որ պատերազմը դադարեցել է, Համասը ընդեղ գոյություն չունի, քանի Համասը ընդեղ է, Իսրայել Պաղեստին պետություն ընդհանրապես շանս չկա որ ստեղծվի։ Բայց տեսեք Մակրոնը նաև ինչ է անում։ Մակրոնը ինչ է հայտարարել։ Տրամպը ցանկանում է խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալ, խաղաղության Նոբելյան մրցանակը հնարավոր է միայն այն դեպքում, երբ դադարեցնեք Իսրայելի եւ Պաղեստինի միջև հակամարտությունը, նշել է Մակրոնը։ Իհարկե, եթե այսօր ինքը նույնիսկ դադարացնի, տեխնիկապես չի հասցնի այս տարվա նոմինացիային մասնակցել։ Տեսեք Մակրոնն ինչ է ասում։ Քանի դա չես դադարացրել, չես ստանալու։ Այսինքն քեզ որ խելոք պահես, այդպես տենչում ես այդ մեդալն ունենաս, մրցանակը։ Մենք կդիմենք եկող տարվա համար։ Դու լա փորձի դադարացնես։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել, Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպին առաջադրել խաղաղության Նոբելյան մրցանակի, եթե նա կարողանա դադարեցնել Ռուսաստանի հետ պատերազմը։ Այս էլ է Զելենսկու շուստրությունն է։ Նա էլ գիտի, որ այս նոմինացիային մի քանի օր է մնում։ Չեն հասցնի իրանք դիմեն, որպեսի այս տարի տան։ Ոչ էլ Տրամպը կհասցնի այդ պատերազմը դադարեցնել Ուկրաինայում կամ էլ Պաղեստինի հետ։ Բայց ասում են իմացի, եթե սա հանկարծ չստացվի, հույսդ մենք ենք։ Այս հարցերը լուծի մենք դիմենք եկող տարվա համար։ Բայց նաև դրանով ուզում են անուղղակիորեն ճնշում գործադրեն Նոբելյան կոմիտեի վրա խաղաղության, որ բերեք այս տարի չտվեք, որ ինքը մինչև եկող տարի այդ մյուս հարցերը լուծի։ Տրամպը հնարավորություն ունի ավարտել այս պատերազմը եւ եթե նա ավարտի այն, բացարձակապես վստահ եմ, որ բոլոր ուկրաինացիները դա կանեն հաճույքով, ասել է Ուկրաինայի նախագահը Տրամպի հետ զրույցից հետո։ Ինքը Տրամպը պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կիևը կարող է իրեն առաջադրել, պատասխանել է. ինչու ոչ։ Ահա։ Այնպես որ շատ ավելի հետաքրքիր պահեստային տարբերակը, դրա համար Նոբելյան մրցանակի ժողովուրդը պետք է մտածեն, թե ինչ անեն, որպեսի այդ հարցը լուծվի հոգուտ այս պատերազմները դադարեցնելու, ոչ թե այս տարի կամ եկող։ Տեսնենք կվախենան դա անեն, թե չէ։ Մի քանի օր մնաց։ Չինաստանի արտգործնախարար Վանին հայտարարել է. Չինաստանը եւ Միացյալ Նահանգները գործընկերներ են, ոչ թե հակառակորդներ, եւ առավել թշնամիներ։ Վանին համոզմունք է հայտնել, որ Չինաստանը եւ Միացյալ Նահանգները պետք է ամրապնդեն երկխոսությունը, խուսափեն թյուրըմբռնումներից, կանխեն առճակատումը եւ խթանեն փոխշահավետ համագործակցությունը։ Այս էլ փայլուն մոտեցում է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսականներ են գնացել Չինաստան, տևական ժամանակ այդ ուղղությամբ պետքարկի շփումներ չկար այդ մակարդակի, ի վերջո տեղից շարժվի, դրեք Չինաստանի հետ, աշխատեք Ռուսաստանի, հիմա տեսնում եք ինչքան հարաբերությունը լավացնում են Չինաստանի հետ, կոշտացնում է Ռուսաստանի հետ։ Բայց թե ինք ասում, այդ էր ցավը տանեմ, բարդ բաներ հասկանալու համար։ Հիմա սա ամենաուղիղ ճանապարհն է Չինաստանի հետ հարաբերություն լավացնել, որի արդյունքում նոր կարողանալ ագրեսորին պատժել։ Իսկ դրանից կլինի նոր աշխարհակարգ, որտեղ կհարգվի թույլի իրավունքը, մենք այդ դեպքում կիմանանք ինչքան է փորձենք զինվենք, ինչքան էլ փորձենք մեր մարտունակությունը բարձրացնենք, եթե մենք մեր հարևաններից թույլ ենք, դա չի նշանակում, որ իրանք դե մեր վրա հարձակվեն։ Նրանք պետք է իմանան, որ ագրեսորին պետք է խեղդեն իր բնում։ Նրանք պետք է իմանան, որ այսօրեն Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, որը նույն հաջողությամբ, եթե Սադամ Հուսեյնը մտավ Քուվեյթ, կոալիցիան կազմեցին, գնացին դուշ շպրտեցին։ Մի քանի տարի հետո էլ գնացին Իրան էլ դուշ շպրտեցին։ Կախաղան հանեցին։
Այս է ագրեսորի ճակատագիրը։ Բոլորը պետք է իմանան աշխարհում։ Մենք էլ ենք տարածք կորցրել, ագրեսորը մտել է մեր տարածք։ Մեր վրա հիմա մեր իշխանությունները մի նեղվում են, ասում են, բա մենք էլ իրանցից տարածք ունենք, ինչ եք կպել այդ տարածքը, որ վերցրել են։ Այն որ կտանք իրանց, դրա զուգահեռաբար են էլ մենք կվերցնենք։ Այսինքն այն որ երեք էր մտել կամ առաջի օրը, դա համեմատում է նրա հետ, որը 30 տարի առաջ պատերազմի ժամանակ մեկը հետո առաջ ա եղել կամ քարտեզով ինչ որ բան պարզա կամ պարզ չի։ Այսինքն մեր կռիվը մեր իշխանության հետ է, որը որ մեր շահերը չի սպասարկում։ Իսկ հիմա նաև ուշադրություն դարձնենք մեր տարածաշրջանում, դրան ավելի վաղ ավելի հանգամանից կանդրադառնամ, որտեղ Իրանը բավական կատեգորիկ կերպով եւ հոգեվոր առաջնորդը Այաթոլլա Խամենեին եւ նաեւ Մասուդ Փեզեշքյանն էլ, որը ՄԱԿ-ում ելույթ ունեցավ, բավական կոշտ ձևով արձագանքում է միջուկային իրանց ծրագրերը, որ պետք է իրականացնեն, չեն դադարեցնելու, դրան առանձին կանդրադառնամ, դե դա էլ է մեզ հետ ուղղակիորեն առնչվում։ Պատկերացնում եք, մենք Իրանի հետ ուզում ենք նորմալ հարաբերություն ունենք, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները Իրանի հետ հարաբերությունը կոշտացրեց, դա չի կարող մեր վրա ազդեցություն չունենա։ Դրա համար վաղը կանդրադառնամ, այսօր ձեզ շատ չօգնեցնեմ, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմ մեկ լայք կոճակը, բաժանորդագրվեք այդ Վարդ Անտոնյան YouTube-յան ալիքին, սեղմ մեկ զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։